չի կարող այս ամենը երկար շարունակվել։ Հայ ազգը պարտավոր է ու պետք է այս ծնկի եկած վիճակից ոտքի հենել։ Ինչպես եք դուք 300,000 նոր աշխատատեղ տալ։ Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի կառավարել։ Ինչպես են ստեղծվելու այդ աշխատատեղերը։ Վերջին 30 տարիների պարոն Կարապետյանի փորձը, անցած ճանապարհը խոսում է նրա մասին, որ այս մարդը անշահախնդիր ներդրումներ իրականացրել Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Կարապետյանի անցած ճանապարհը շատերը կապում են հենց Ռուսաստանի Դաշնության հետ եւ հարց է առաջանում, քանի որ հիմա իշխանությունը հաճախ խոսում է դեպի Եվրոպա գնացող Հայաստանի ուղղության մասին, որն է լինելու արտաքին ուղղությունը, որը դուք տանելու եք Հայաստանի Հանրապետությանը, եթե օրինակ կարողանաք վերցնել մեծամասնությունը։ Ընկերություն հավասար պայմաններով, այսինքն չենք կարող մենք միայն մեկ ուղղվածություն ունենալ։ Բայց Ռուսաստանից հուշում եմ, որ չենք կարող երկակի խաղեր խաղալ, ընտրելու ենք դեպի ԵՄ, թե դեպի Ռուսաստան։ Փաշինյան Նիկոլը այնպեսի մեծ ժառանգություն է թողնելու, որ մենք լենագանցու ասած քաշելիք ունենք հələ։ Սամվել Կարապետյանը FSB-ի գործակալ լինելու փաստը այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Մենք ունենք ֆեյքերի, այսպես ասած թակավոր Տարոն Չախոյանը, ով նմանատեսակ նյութերը տարածում են։ Հրապարակվում են ձայնագրություններ ենթադրյալ կաշառք բաժանելու, ըստ վերջերում արդեն նաև հստակ կաշառք բաժանելու մասին, անգամ կան ձերբակալվածներ։ Ովքեր են ձերբակալվածները, որքանով կապ ունեն ձեր քաղաքական ուժի հետ։ Երբ որ դատարանը կորոշի, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, թե ով է մեղավոր, ով չէ։ Բարևձեզ Դիալոգ ոդքասթի տաղավարում այսօր փորձելու ենք հասկանալ, թե 19 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ինչպիսի զարգացման տեսլական են առաջարկում սպասվող 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այսօր տաղավարում իմ հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է։ Բարևձեզ, պարոն Մխիթարյան։ Բարևձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մխիթարյան, եւ ձեր կողմից է ամենաշատը շահարկվում, ինչպես նաեւ իշխանությունն է այդ մասին խոսում, թե ինչպես եք դուք 300 աշխատատեղ ստեղծելու, երբ ստանաք իշխանություն, որն է լինելու այդ գրավականը, տեսլականն ու պոտենցիալը, որով կարողանալու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 300,000 նոր աշխատատեղ տալ։ Տեսեք, շուրջ 40% աղքատություն ունեցող մարզին ինչ է պետք։ Միանշանակ առաջնայինը պետք է լինի աշխատատեղը։ Ու այդ աշխատատեղը պետք է լինի գետնի վրա։ Սամվել Կարապետյանը, Տաշիր ընկերությունները Հայաստանի Հանրապետության ամենամեծ գործատուն է։ Այսինքն Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի կառավարել, շատ լավ գիտի ու հասկանում է, թե ինչ է պետք անել ու ինչպիսի ուղղություններ պետք է զարգացնել, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր ու մարդիկ ունենան աշխատատեղ։ Շիրակի մարզում ունենք բազմաթիվ այսպես ասած պլաններ, հա։ Չեմ ուզում ասեմ խոստումներ, որովհետև պարոն Կարապետյանի բոլոր ասածները երաշխավորված են անձամբ իրիս կողմից ու միանշանակ իրականություն դառնալու են։ Շիրակի մարզում միայն աշխատատեղերի խնդիրը չէ, որը մենք տեսնում ենք, այլ նաև բնակարանների խնդիրներն են։ Եթե հետևում եք իմ Facebook-յան էջին, վերջին օրերին ես եղել եմ գրեթե բոլոր ծայրամասային թաղամասերում քաղաքի ու այնտեղի վիճակը իրոք խայտառակ է։ Այնտեղ մենք տեսնում ենք, թե ինչ է նշանակում պաշտոնական տվյալներով ունենալ 40% աղքատություն։ Ու մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց ձեռքը գումար լինի, որպեսզի մարդիկ չարդագախտեն։ Այսինքն, եթե մարդը աշխատանք է ունում, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության գետ 1 բնակիչ աշխատանք ունենալու պարագայում ցանկություն չի ունենալու լքել Հայաստանի Հանրապետությունը, լքել իր բնակավայրը։ Այս մասով եւ քաղաքացիներն են իհարկե վստահ եւ իշխանությունն է ասում, որ վստահ են, որ իհարկե եթե լինի աշխատատեղ, արտագաղթ չի լինելու, բայց հարցը հետեւյալն է, ինչպես են ստեղծվելու այդ աշխատատեղերը, այսինքն արտադրամասեր են բացվելու, որտեղից է գալու ներդրումը եւ ըստ դեպքում, եթե օրինակ կա պոտենցիալ է, ինչու սпасել ընտրություններից հետո։ Տեսեք, միակ քաղաքական ուժը, միակ քաղաքական անձը, ու մասին չենք կարող ասել ինչի է սպասում ընտրություններին, դա պարոն Կարապետյանն է, որովհետև ինչպես նշեցի, շուրջ 50,000 աշխատող ունեցող
կազմակերպությունների նախագահ է կամ չգիտեմ, սեփականատեր է։ Այսինքն վերջին 30 տարիների պարոն Կարապետյանի փորձը, անցած ճանապարհը ռեալ ուսախոսքեր չեն։ Խոսում է նրա մասին, որ այս մարդը անշահախնդիր ներդրումներ իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, նաև Արցախում։ Ու ասել, որ ինչի չի սպասում կամ ինչի է անում կամ ինչի չի անում, այդ իրականում անձամբ իր տեսակետով, այ իր մասով ծիծաղալի է, որովհետև վերհիշենք վերջի 3 ամենաթարմ կատարված բարեգործությունները, քաղաքի տոնը, որը ամբողջովին հովանավորվել էր իրենց կողմից, ամանորյա գեղեցիկ զարդարանքները, մի մասը, գերակշիռ մասը, որը քաղաքապետարանի հետ համատեղությամբ իրականացրել ենք, վառեմ պատմամշակութային շենք, որտեղ արդեն մինչև օրս բավականին մեծ գումարներ են ներդրվել, սակայն իշխանությունների կմահաճույքների պատճառով հիմա շինարարությունը կանգ է առել։ Չեմ խոսում նախկինում արված բարեգործությունների մասին, բազմաթիվ տրված բնակարանների մասին, այսինքն պարոն Կարապետյանի մասով այս խոսույթը ընդամենը փորձն ու անցած ճանապարհը թույլ չի տալիս, որ նման բան ասենք։ Խոսեցիք անցած ճանապարհի մասին, պարոն Կարապետյանի անցած ճանապարհը շատերը կապում են հենց Ռուսաստանի Դաշնության հետ եւ հարց է առաջանում, քանի որ հիմա իշխանությունը հաճախ խոսում է դեպի Եվրոպա գնացող Հայաստանի ուղղության մասին, որն է լինելու արտաքին ուղղությունը, որը դուք տանելու եք Հայաստանի Հանրապետությանը, եթե օրինակ կարողանաք վերցնել մեծամասնությունը, որն է լինելու կուրսը։ Տեսեք, ինչպես նշվել է մեր քաղաքական թիմի կողմից, հիմա ես էլ մեկ անգամ եւս նշում եմ, մենք գնում ենք բալանսավորված հարաբերությունների, երաշխավորված խաղաղություն, ընկերություն հավասար պայմաններով։ Այսինքն չենք կարող մենք միայն մեկ ուղղվածություն ունենալ։ Լինի դա Ռուսաստան, միանշանակ այդպես չի լինելու, լինի դա, չգիտեմ, Եվրոպա, լինի դա Ամերիկա կամ մեկ այլ երկիր։ Տեսեք, օրվա իշխանությունն էլ է ասում, բայց Ռուսաստանից հուշում են, որ չենք կարող երկակի խաղեր խաղալ, ընտրելու ենք, գալու է ժամանակը, ընտրելու ենք։ Երբ կա այդ ժամանակը, ուր ենք ընտրելու, գնում ենք դեպի հետ Ռուսաստան, ինչու եմ ասում հետ, որովհետև հիմա անդիմությունը ասում է, որ օրվա իշխանությունը մեզ հեռացրել է մեր թիվ 1 դաշնակցից։ Ու իրականում մենք տեսնում ենք դա նաև Ռուսաստանի կողմից որպես արձագանք։ Եվ ճիշտ հակառակը, օրինակ Ֆրանսիայի նախագահի այցը հուշում է այն մասին, որ երևի թե Եվրոպայում մեզ սպասում են։ Սա ինչ է նշանակում, երբ կա ընտրելու ժամանակը, ուր եք ընտրում դուք, ուր եք գնալու Հայաստանը, դեպի ԵՄ թե դեպի Ռուսաստան։ Տեսեք, այստեղ իշխանությունները այդ խոսույթը իրենց հերթական մանիպուլյացիաներն են, բացատրեմ ինչի։ Պետական մագարտավով 2018 թվականից մինչև 2026 թվականը Հայաստանի Հանրապետության որևէ առաջնորդ, որևէ պաշտոնյա գործիչ երբևիցե նման տեսակ ջերմ լավ հարաբերություններ ու խոսքը պաշտոնականի մասին է, երբևիցե որևէ մեկը չի ունեցել։ Ամենամեծ առևտրաշրջանառությունը եղել է 2018 թվականից մինչ օրս։ Այսինքն իրենց խոսույթը մի քանի տարի վրա խաղալը հենց մեր երկիրը դրա պատճառով է տանում կործանման։ Ես էլ եմ կրկնում, մենք չենք ունենալու ուղղվածություն։ Թե մենք չգիտեմ դուրս կգանք ԵԱՏՄ-ից, կլինենք ԵՄ-ում, թե մեկ այլ տեղ, դա առնվազն այս պահին իմ կողմից ճիշտ չի լինի ասել, որովհետև ես վստահ եմ, որ Փաշինյան Նիկոլը այնպիսի մեծ ժառանգություն է թողնելու, որ մենք լենագանցու ասած քաշելիք ունենք հələ։ Դրա համար հիմա որովհետեւ ուղղվածության հստակ բան տալը, այսպես ասած, կերադրական աստիճան տալը կամ ցանկություն հայտնելը իմ կողմից առնվազն ճիշտ չի լինի, բայց ելի եմ կրկնում։ Մենք պետք է հասկանանք, թե իրականում մենք որտեղ է լինենք, մեր համար կարևորը պետք է լինի ու լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը։ Նույնը նաև վերաբերում է խաղաղության մասով, հա։ Հիմա որ խոսում են թղթի վրայի խաղաղության մասով, իրենց քաղաքական ուժը փոքրիկ խմբակ կոչված, հա, որևիցե կերպ չի նայում մեր շահին։ Իրենց շահին էլ չի նայում։ Խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է։ Դրա համար մենք գնում ենք այնպիսի խաղաղության, այնպիսի երաշխավորված խաղաղության, որ այդ ամեն ինչը լինի հավասար պայմաններում։ Ոչ թե անդադար մենք զիջենք ու դրա դիմաց որևիցե բան չստանանք։ Եվ օրինակ վերջերս վերջին 2 օրը թերևս մամուլը եռում է վերնագրերով, որ մինչ այս խոսում են այն մասին, որ Սամվել Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, այս մասին էլ խոսանք, որ վիճելի է նրա վարչապետ լինելու շանսը,
Եվ մյուս կողմից արդեն ձեր ուժի առաջին համարը Նարեկ Կարապետյանի ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստն էր 3 Ալեն Սիմոնյանի վերանով արդեն ամբողջ մամուլը քննարկում, խոսում եւ տարածում։ Ինչ կասեք այս մասով։ Տեսեք, իրենց խայդարագությունը փորձում են նման տեսակ ստիով, կեղծիկով փակել։ Մեր քաղաքացիները, մեր բնակչությունը վստահ եմ նաև տեսել են, թե առնվազն վերջին 3 օրը երկրի վարչապետ Արտուր Զբաղստոխանձը իրեն ինչպես է դրսևորում մեր կանանց հետ, մեր մայրերի հետ, մեր քաղաքացիների հետ, նաև երեք տեսանք Ազադի, այդ կացարանում մահացած պապիկ հետ կապված ինչպես վարվեցին։ Ու ամենացավալին գիտեք որն է։ Ալեն Սիմոնյանը կամ մյուսները, երբ որ նման տեղեկատվություն են տարածում, մոռանում են, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի ծառայության կողմից Նարեկ Կարապետյանին տրվել է տեղեկանք, որ նա այլ երկրի քաղաքացի չի, ու չի հանդիսացել այդ ժամանակահատվածում։ Այդ մասին հայտարարություն տարածեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այո, այսինքն բոլոր թղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ձևաչափով ընդունելի են եղել։ Ասեմ ավելին, մեր Նարեկ Կարապետյանն էլ հայտարարություն տարածեց պաշտոնական, որ եթե 24 ժամում չեք երկում, մենք դատական process ենք սկսելու, դատական հայց ենք ներկայացնելու։ Նարեկ Կարապետյանը եղել է, կա ու լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ քաղաքացիությունից բացի, չնայած հիմա ընտրություններից բացի բուն քննարկման թեմա է դարձել նաև տարբեր երկրների քաղաքացի լինելը, բայց FSB-ի գործակալը լինելու փաստը եւս 3 մամուլ նետվեց ու այս անգամ խոսում են, որ այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Այս մասին ինչ կասի ձեր ուժը։ Այդ նույնպես էլի եմ կրկնում, այն ինչ որ կատարում է մեդիա տաշտը, քանի որ ցավոք սրտի ֆեյքերի մենք ունենք ֆեյքերի, այսպես ասած թակավոր Տարոն Չախոյանը, ով նմանատեսակ նյութերը տարածում են ու նաև իրենց ֆեյքերը ամբողջովին մեկնաբանություններով, այդ տարածումներով ամբողջ համացանցվում, դա նույնպես տեղեկատվությունը ճիշտ չի։ Ասեմ ավելին, պարոն Կարապետյանը շատ լավ նշեց նաև այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի եֆրեյտերից սերժանտ դառնալու մասին, նաև լինելու ագենտի մասին։ Այս ամեն ինչը տեսեք ընդամենը մեդիա, փորձում են մեդիա տաշտով հadoop ընդգծված բառերով մարդկանց մոլորության տանել։ Մի ժամանակ KGB էր, դրանից հետո այլաններ ստացավ, հիմա ավելի մի քիչ ըստ իրենց տենց ազդեցիկ բառ են ընդունել FSB։ Սա իրոք արդեն ծիծաղելի չէ, աթոռը զբաղեցնելու համար իրենք պատրաստ են ցանկացած տեսակի կարմիր գիծ անցնել, բայց վստահ եմ հունիսի 7-ին մեր հայ ազգը շատ ճիշտ որոշում կկայացնի ու վերջապես իրենցից կբրզնենք ու կսկսենք արդեն ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլական իրագործել։ Այսինքն օրվա իշխանությունը հաճախ նաև խոսում է հիբրիդային պատերազմի մասին, սա երեք էլ ընդդիմությունը ու նաև ընդդիմադիր տարբեր թևերից խոսում են այն մասին, որ այդ հիբրիդային պատերազմ կոչվածը օրվա իշխանությունն է նաև ձեռնարկում։ Դուք եւս այդպես եք կարծում։ Միանշանակ հիբրիդային պատերազմ է։ Տեսեք մի բան ասեմ, իրենք խոսում են, նշում են, որ Ռուսաստանի դաշտից, եթե չեմ սխալվում, թողներ են մեր հեռուստադիտողները, եթե չեմ սխալվում, նշում են, որ Ռուսաստանից եկել են մասնագետներ, ովքեր Ռուսաստանից զբաղվում են հիբրիդային պատերազմ հայտ կոչվածով, արշավներ անելով իրենց դեմ եւ այլն եւ այլն։ Բայց նույն իրենք Եվրոպական միության անդամ երկրներից, եթե չեմ սխալվում, 2 երկրից օգնություն էին խնդրել, որպեսզի չխառնվեն։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք դեմ ենք օրինակա դիցուկ, որ Ռուսաստանից ինչ որ մեկը խառնվի մեր ներքին գործերին, բայց մենք կողմ ենք, որ Եվրոպայից ինչ որ մեկը խառնվի։ Դա այսինքն ինքնիշխանության հասկացությունից մեխանիզմից մենք դուրս եկանք։ Մենք, մեր ուժը, մեր քաղաքական թիմը կողմ է, որ մեր ներքին գործերը վերաբերելի լինեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու որևէ մեկը կապ չունի որ երկրից լինի Ռուսաստան, լինի հարևան երկրներ, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ամերիկա, Ֆրանսիա, չգիտեմ, ցանկացած երկիր չպետք է խառնվի մեր ներքին գործերին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու իր ճանապարհը, իր ուղղվածությունը ու նաև այն ուժը, ով որ հաջորդ 5 տարիներին լինելու է երկրի ղեկավար։ Այդ հարցին հավանաբար նաև կպատասխանեն օրինակ կիբերանվտանգության մասնագետները, եթե այդպիսի կան Հայաստանում, բայց խոսենք նաև այն մասին, որ ամեն օր մամուլում դարձել է արդեն սովորություն, այս ընթացքում հրապարակվում են ձայնագրություններ ենթադրյալ կաշառք բաժանելու, ըստ վերջերում արդեն նաև հստակ կաշառք բաժանելու մասին, անգամ կան ձերբակալվածներ։ Ովքեր են ձերբակալվածները, որքանով կապ ունեն ձեր քաղաքական ուժի հետ։ Տեսեք, քանի որ տեղեկատվությունը մեր համար չափից ավել բակ է, ասեմ ավել այդ նույն ձայնագրությունները այնպիսի մեխանիզմով են, այսպես ասածա, կարված, այսինքն կդրված մի խոսակցությունը մյուսի հետ
ընդամենը դրվագային բան է, որ ամբողջ կոնտեքստում որևիցե բան հասկանալ հնարավոր չէ իրականում։ Երբ որ դատարանը կորոշի, ամբողջ նաև մենք ձայնագրությունները կունենանք, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, թե ով է մեղավոր, ով չէ։ Սա իրենք ընդամենը հող են նախապատրաստում այս ձայնագրությունը, որովհետև ձայնագրություններ կան իրականում։ Ես նաև լինելով որպես իրավաբան փաստան, ընդհանրապես որևիցե աղերս, որևիցե կապ չունեն կաշառքի, ընտրություններին մասնակցելուն կամ խոչընդետելու մասով հոդվածներով։ Իհարկե, այնտեղ նաև գումարային խոսակցություններ կան, այո, բայց նախ այդ պետք է դատարանը բարձի, թե ինչ հանգամանքներում այդ խոսակցությունները, խոսակցության ամբողջությունը ինչպես է գնացել, ինչի մասին է խոսքը եղել։ Հիմա ընդամենը իրենք հող են նախապատրաստում, որ հետագայում փորձեն ցույց տան նաև միջազգային լսարանին, որ տեսեք նմանատիպ խնդիրներ են եղել։ Ես ընդամենը մեկ օրինակ կասեմ սրա մասով, Արշակ Սրբազանի տեսագրությունը, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով, ամբողջ ազգային ժողովով իրենց վարչապետը ժողովի ամբիոնից, ազգային ժողովի ամբիոնից նույնիսկ այդ մասին խոսում էր։ Վերջում ինչ բարձրացեց այդ տեսագրության մասով, վստահ եմ բոլորս գիտենք, բայց այդ մասին էլ չենք խոսում մեդիա դաշտում, որովհետև տեսեք, իրենք խոսում են մարտուն մեղադրանք առաջադրվել առնվազն, այսպես ասենք, վատ բան անելու մեջ, բայց վերջում բարձվում է համաշխարհային փորձագիտական կենտրոններից, որ տեսագրությունում Արշակ Սրբազանը չի։ Այսինքն իրենք Նիկոլ Փաշինյանի գործելավոճն է մարդկանց մանիպուլացնել։ Ուրիշ բան իրենք չեն անում։ Հիմա շարունակվում է ակտիվ քարոզարշավը եւ այս բակային դրսում հանդիպումները ինչի մասին են հուշում, որքան է իրատեսական այս դեպքում ձեր ամբողջական կենտրոնական իշխանությունը զբաղեցնելը, վերցնելը պատասխանատվությունը ղեկավարության եւ արդյոք դուք հույս եք հայտնում, որ այս ընտրությունները արդար ու թափանցիկ ընթանալու են, թե ամեն դեպքում ինչպես ընդդիմադիր շատ գործիչներ ասում են, այնուամենայնիվ վարչական ռեսուրս կիրառվելու է։ Ես չասեմ վստահ եմ, գրեթե համոզված եմ, որ իրենք ամեն ինչ անելու են, որովհետև այն վախի մթնոլորտը, որոնք իրենք են տարածում դպրոցի տնօրեններին, ես ունեմ նմանատիպ տեղեկատվություն, հիմա դրանք փորձում ենք հստակեցնել, ճշտել։ Մարդկանց վախեցնում են աշխատանքից ազատելով, մարդկանց վախեցնում են հեռացնելով, բայց ամենակարևորը իրանք մի բան չեն հասկանում։ Քվեատուպում մարդը միայնակ է լինելու, իր խղճին հավասար ու համաձայն իր խղճի է քվեարկելու։ Ինչքան էլ իրենք փորձեն այդ ամեն ինչ անել, մի օր փուչիկը պայթելու է։ Չի կարող է ամենը երկար շարունակվել։ Հայ ազգը բարդավոր է ու պետք է այս ծնկի եկած վիճակից ոտքի հենել։ Ես միայն մի բան կարող եմ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ մենք գնալու ենք բոլոր օրինական ճանապարհներով յուրաքանչյուր ձայնի հետևից, որ ամեն ինչ լինի օրինական, օրենքի շրջանակներում։ Ինչքան էլ փորձեն իրենք խանգարել, մեկ է հայ ժողովրդին, հայ ազգին լրացնել հնարավոր չի լինելու։ Եվ հաղորդման այս հատվածում մենք ունենք բլից հարցեր, որոնք իհարկե ուղիղ կապ ունեն սպասվող ազգային ժողովի ընտրություններին եւ ընտրություններից հետոյի արդյունքների մասին։ Մեկ բառով այսօրվա Հայաստանը։ Հույսով լի երկու ստացվեց։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը Նիկոլ Փաշինյան։ Ամենաուժեղ ընդդիմադիր գործիչը ըստ ձեզ։ Նարեկ Կարապետյանը, բայց ոչ ընդդիմադիր։ Երբ ստանաք մեծամասնությունը, առաջին որոշումը, որը բերելու եք ազգային ժողով։ 0% հարգեր փոքր բիզնեսի համար։ Եթե պարտվեք ընտրություններում, որ քայլի համար անձամբ ձեզ մեղավոր կհամարեք։ Չենք պարտվելու։ Ձեր ծրագրից որ կետն եք իրականում վստահ, որ չի իրականացվելու, բայց հիմա ստիպված խոստանում եք։ Չկա նման բան։ Ով է այն գործիչը, նույնիսկ հակառակ ճամբարից, ումից ինչ-որ բան եք սովորել։ Սամվել Կարապետյանը։ Եթե ընտրողը ձեզ հետ 1 րոպե մենակ կմնա սենյակում, որ հարցից կվախենաք։ Պետք չէ վախենալ որևէ հարցից։ Պետք է իրենց կողքին լինել։ Շնորհակալություն ստացված զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Մենք վստահ եմ կհանդիպենք նաև ազգային ժողովի ընտրություններից հետո անկախ արդյունքից քննարկելու արդեն ընթացող ընտրությունների արդյունքները։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք կհանդիպենք արդեն մյուս քաղաքական ուժերի հետ հասկանալու համար ինչպիսի զարգացման տեսլական են առաջարկում Հայաստանի Հանրապետության համար։